Կարող եք նստել։ Կուզեմ մի պահ խոսեմ, թե ինչ է քարոզ, ինչ է վարդապետություն, ինչ է պատգամ։ Առաջինը սկսեմ քարոզից, լավ։ Կխնդրեմ լուրջ, լարված լսեք խոսքը, որովհետև շատ հետաքրքիր, շատ սիրուն խոսք է Տերը տվել, հասկացողը կհասկանա եւ կորտնվի խոստանում եմ ձեզ, ամեն։ Քարոզը ավետարանի բարի լուրը տարածելն է, սերմը ցանելն է, Աստծո թագավորությունը ավետարանելն է, այնինչ որ մենք անում ենք։ Պարտադիր է այն, անշուշտ, Հիսուս պատվիրել է գնացեք եւ քարոզեք ամբողջ աշխարհը, բարի լուրը տարածեք, ինչու՞ որ հոգիներ փրկվեն։ Հիսուսի համար առաջի նպատակը ողջ այս պատմության մեջ հոգիների փրկությունն է։ Իր համար յուրաքանչյուր անձ, եթե հիմա քո մտքով ինչ որ մեկն ասում ու ասում ես, այս մեկը արժան չի փրկվելու, Հիսուսը դրան արժանա տեսնում։ Չկա մի մարդ արարած, որ իր կերպարով ստեղծված է ու արժան չլինի փրկության։ Հիսուս բոլորի փրկությունն է ուզում։ Կարող է եկեղեցին ասել ամեն։ Վարդապետությունը նույնպես պարտադիր է, հարկավոր է, որտեղ այդպես է Տերը կարգել եկեղեցուն վարդապետներ կլինեն, ուսուցիչներ եւ ինչ է վարդապետությունը, այն մեզ ուղղություն տալու համար է, ուսուցանելու համար է, որ մենք սովորում ենք, Աստվածաշնչյան հիմնական սկզբունքները սովորելու համար է, մեզ շտկելու, խրատելու եւ առաջնորդելու համար է, որպեսզի մենք մնանք ուղիղ ավետարանի ճշմարտության մեջ եւ չշեղվենք, որտեղ վերջի ժամանակներում շատ ու շատ սուտ վարդապետություններ մենք կլսենք, շեղված վարդապետություններ, որը որ Աստծուց չէ։ Դրա համար Աստված ուզում է մենք ճշմարտության խոսքը, որը Աստվածաշունչն է, չավելացնենք, չպակասացնենք, գնանք հենց լուրջ խոսքի համեմատ։ Կարող ենք ասել ամեն։ Դա վարդապետությունն է։ Իսկ պատգամը, ինչ է պատգամը։ Այն է, ինչի կարիք, որ եկեղեցին ունի, այսինքն կոնկրետ իրավիճակի դեպքի համար Աստված խոսք է փոխանցում իր ծառաների միջոցով։ Պատգամը այն է, որ Աստծո տեսանկյունն է Աստված հայտնում։ Ինչու, որն է նպատակը, որպեսզի մարդը ճանաչի Աստծո ժամանակները եւ քայլի նրա կամքի համաձայն։ Ամեն։ Աստծո ժողովուրդ, չափազանց կարևոր է լուրջ ընդունել Աստծո խոսքը։ Վերջի ժամանակներում շատ շեղված իրավիճակներ է գալիս, խոստանում եմ ձեզ, աշխարհը արդեն տակն ու վրա է։ Եթե մենք տեսնում ենք տեսանելի կերպով շատ գեղեցիկ է աշխարհը, մի տեսակ ավելի ժամանակակից է, տեխնոլոգին է շատացել, մեր հագու կապերը, քշածները, ունեցածները շատ տեսքից գեղեցիկ է, բայց ձեզ խոստանում եմ, ներքուստ փտած է, ներքուստ կեղտոտ է, ներքուստ մութ է, Աստծո լույսը չկա դրա մեջ։ Այս ամբողջը շոյ է, որ սատանան ստեղծել է, որպեսզի մարդկանց խաբի ու պահի հենց դրա մեջ։ Մենք պետք է հասկանանք, շատ լավ է գեղեցիկ հագնվել, գեղեցիկ քշել, գեղեցիկ ունենալ, բայց մեր սիրտը չդնենք դրանց վրա, մեր սիրտը միայն մեկ տեղ պետք է կապված լինի, որը երկինքն է, որովհետև մարմինը ժամանակավոր է, բայց քո հոգին հավերժական պետք է ապրի։ Ուր է ապրելու, այդ դրա վրա պետք է յուրաքանչյուր մարդ հոգանի, ամեն։ Այսօր եկեղեցին պատգամի կարիք ունի, ինձ հետ եք, քանի որ տեսնում ենք այս քաոսը, այս իրավիճակները աշխարհում, այսօրվա եկեղեցին Քրիստոսի մարմինը կապ չունի John 3:16-նա, թե որևէ եկեղեցի, ամբողջ տիեզերական եմ ես խոսում եկեղեցի, կապ չունի, այսօր եկեղեցին Աստծուց պատգամի կարիք ունի։ Այսօր առավոտյան Կիրակի օրերը շուտ եմ արտանում, որպեսզի քարոզի վրայով անցնեմ
աղոթքների մեջ ելնեմ, մի խոսքով, ես ու իմ Տերը։ Եվ երբ որ արթնացա իմ սենյակը վյուն ուղիղ սարերին անայում, սաղ սարերա։ Եվ երբ որ աչքերս բացեցի, սենց սարին էին նայում, գիտեք ինչ տեսա, հիմա կասեք, տեսա մի հատ համար, Մատթեոս 25:11 համարը։ Անգիր չգիտեմ, որ համարներ դա, եւ անմիջապես բացեցի եւ ուզեցի ընթերցեմ ու տեսնեմ ինչ համարա Տերը ինձ տալիս։ Եվ երբ ընթերցեցի, ամբողջ ջանս այսպես սրսուր եկավ։ Ասում է, այն ժամանակ 5 հիմար կույսերը դուրը կծեցեն եւ կասեն Տեր, դուրը բաց մեր համար։ Էսի արդեն փեսան, երբ որ եկել է։ Եվ ասում է, Հիսուս նրանց կպատասխանի ու կասի, ճշմարիտ ասում եմ ձեզ, ժողովուրդ թույլ տվեք ես ավարտեմ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ երբ որ դա ընթերցեցի, դուք պատկերացեք իմ վիճակը եւ անմիջապես աղոթքի մեջ ասի Տեր, որն էր այս պատգամը, եւ մի անգամից ասեց շարունակի ընթերցել։ Եվ երբ որ շարունակեցի ընթերցել, այնտեղ մի հատ գեղեցիկ խոսք կա գրած. Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ ժամը, ոչ էլ օրը, երբ Աստծո որդին Հիսուս ետ կգա։ Ես գիտեմ սա Աստծուց է, որտև ուղիղ կապված է քարոզիս հետ։ Եվ աղոթքիս մեջ դա ասացի, Տեր, որքան ես դու մեզ սիրում, որքան ես դու մեզ իսկապես հոգատար հայր, որպես տեսնում արժան, որ դու ամեն ժամանակ սարերի, ծառերի, ծաղիկների, կենդանիների ամեն իրավիճակ կօգտագործես, որ խոսաս քո ծառաների հետ։ Եվ Աստծո ժողովուրդ, հենց այդտեղից ուզում եմ շարունակեմ քարոզս։ Մի քանի անհրաժեշտ համարներ հին եւ նոր կտակարաններից, որ կուզեմ բարձրաձայնել։ Առաջինը Եզեկիել գիրքը 12-րդ գլուխ 2-րդ համարը, երկրորդը Երեմիա 5:21 համարը, կխնդրեմ հիմա մի ընթերցեք, կխնդրեմ հիմա ձեր Աստվածաշնչերը մի կողմ դրեք, գրեք համարը տանը կամ գնացեք քարոզնայեք այդ վաղ տարեք, որովհետև հիմա չեմ ուզում ձեր ուշադրությունը շեղվի, եթե կարելի է լսեք ինչ եմ ասում, որպեսզի չշեղվեք, լավ։ Եվ նոր կտակարանում մեջբերված Եսայա մարգարեի թղթերից Մատթեոս 13:13 գլուխը։ Այս համարները նկարագրում են մարդկանց, որոնց տրված է տեսնելու եւ լսելու ունակություն, բայց չեն կարողանում, ավելի ճիշտ թույլ տվեք շտկեմ ասածս, բայց չեն ցանկանում, ոչ թե չեն կարողանում, կարողություն Աստված տալիս է, եթե ցանկությունը կա, չեն ցանկանում ընկալել, հասկանալ։ Պատճառը որն է, հաճախ համառությունն է, որ դու կարաս մարդու հետ խոսաս ու ասես մի արա այդ լսի, ինձ ինքը հակառակ անի իրանը, որտեվ չկա ականջ լսելու, չկա սիրտ խոնարհվելու, հովիվ էս պահին խոսում է, պատգամ է տալի, մի հատ ականջ տամ լսեմ, ինչ խոսք է տալի, որտեվ խոսքը մեր համար է, ժողովուրդ, մեր շինության համար է, մեր սարքվելու համար է, մեր ապահովության համար է Տերը խոսում։ Տերը մեզ խոսք չի տալի, որպեսզի մեզ ցավացնի ու պատժի։ Պատժեր սկզբից արդեն պատժել էինք մենք մեզ։ Իր ողջ նպատակը, որ իր խոսքը պահողներ լինենք, իր խոսքը լսող ու հասկացողներ ենք մեր օգտին, մեզ ապահով պահելու համար, ամեն։ Սկսեմ Եզեկիել 12:1 համարից, մարգարեն մարգարեանումը ասում այս խոսքերը, եւ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, մարդի որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, եւ ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև ապստամբների տուն են նրանք։ Այսինքն Աստված Եզեկիել մարգարեին խոսում է նրա միջոցով, խոսում է նրան զգուշացնում է, որ դու ապրում ես մի մարդկանց մեջ, որ հրաժարվում են հասկանալուց։ Ինչ վտանգավոր է, չէ՞։ Մարդը հրաժարվի հասկանալուց,
բայց ասում դու հենց դրանց մեջ ես բնակվում։ Ասում նաև հրաժարվում են հնազանդվելուց, որտեղ հնազանդությունը շատերի համար թուլություն է թվում։ Հնազանդությունը շատերի համար, այսինքն ոնց բացատրեմ, որ ավելի ճիշտ, այսինքն թույլ, անկարողներն են, որ հնազանդվում են, ոչ։ Իրականում Աստծո աչքին հենց ուժեղներն են, որ հնազանդեն։ Երեմիա մարգարեի խոսքերը ընթերցեմ 5:20-21-ը։ Աչքեր ունեն, որ չեն տեսնում, ականջներ ունեն, որ չեն լսում։ Չեք վախենում ինձանից, Տերն է խոսում։ Չեք վախենում ինձանից, ասում է Տերը, կամ իմ երեսից չեք դողում։ Երբ նայում էի նոր ամերիկյան այս ստանդարտ Աստվածաշնչի թարգմանությունը, այդտեղ ավելի խիստ է ասում, լսեք ինչ է ասում։ Ասում է լսեք ով հիմար եւ անմիջ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, ականջներ ունեք, բայց չեք լսում։ Շատ խիստ է, չէ՞ մի տեսակ խոսում, բայց փառք Հիսուսին, որ խիստ է խոսում, որ իր խոսքերը address անում հենց ուղիղ մեր տկարության վրա, որպեսզի մենք կարողանանք իսկապես հասկանանք, մեր լեզվով է մեր հետ խոսում, որ մենք կարողանանք հասկանանք ինչ է մեզ ասում։ Աշակերտները գալով Հիսուսին, սա արդեն գալիս եմ նոր կտակարան, գալով Հիսուսին այս խոսքերն են ասում։ Հիսուս ասում են, ինչի է միշտ առակներով ես խոսում մարդկանց հետ, այսինքն պատճառը ո՞րն է, որ դու առակներով ես խոսում մարդկանց հետ։ Եվ լսեք Հիսուս ինչ պատասխանեց 13 համարը Մատթեոսի։ Ասաց նրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որ տեսնելով չեն տեսնում եւ լսելով չեն լսում եւ չեն իմանում։ Եվ նրանց վրա կատարվում է Եսայա մարգարեի մարգարեությունները, որ ասում է. լսելով կլսեք եւ չեք իմանա, տեսնելով կտեսնեք եւ չեք տեսնի, որովհետեւ թանձրացած է այս ժողովրդի սիրտը եւ իրանց ականջներով ծանր լսեցին եւ իրանց աչքերը խփեցին, միգուցե աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան եւ ետ դառնան եւ ես նրանց կբժշկեմ, որքան սիրող հոգատար Աստված ենք մենք պաշտում։ Ինչքան է որ մենք հասկացողությունը մերժում ենք, անարգում ենք, չենք հնազանդվում, դարձյալ նա ճանապարհ տալի, ասում է, բայց եթե փորձեք, տեսնեք, հասկանաք, այսինքն ձեզ էլի կբժշկեմ, կհանեմ այդ ձեր իրավիճակներից։ Շարունակում ասել, բայց երանելի է ձեր աչքերը, ում հետ է խոսում, եկեղեցու, բայց ոչ բոլորի, ցավոք սրտի, ոչ բոլորի, բոլոր նրանք, որ իսկապես ունեն աչքեր եւ ականջներ հոգեվոր տեսնելու ու հասկանալու, ոչ բոլորի, եւ այս խոսքերն է ասում, բայց երանելի է ձեր աչքերը, ստեղ խոսում էր աշակերտների հետ հատուկ, որ նրանք հասկանում են, բայց այսօր մենք էլ նրա աշակերտներն ենք, ամեն, երանելի է ձեր աչքերը, որ տեսնում են եւ ձեր ականջները, որ լսում են։ Այս համարները, որ ընթերցեցի, բացատրում են, որ այս պայմանավորված է նրանով, որ մարդկանց սրտերը կուրացել է, ականջները ծանրացել է, մարդկանց սրտի աչքեր եսի նկատի ունեմ, մերժում են հասկացողությունը, մերժում են իրականությունը, մերժում են հնազանդությունը։ Հիմա կասեք, իրականը այն է, ինչ շոշափելի է, չէ՞, խոստանում եմ ձեզ, ոչ։ Այն ինչ որ մենք տենում ենք, սա չի իրականը։ Իրականը նա է, որ չի երևում, բայց գործում է, որը մեր Քրիստոս Հիսուս Աստված է։ Եվ եթե նրա խոսքը մեր համար թանկ է, եթե մենք ընդունենք հասկացողությունը, ընդունենք տեսնել ու լսելը, խոստանում եմ ձեզ, մեր կյանքում, ձեր կյանքերում շատ բաներ փոխվելու է։ Գիտեք, շատերը այս խոսքերը հիմա որ խոսում եմ, խոստանում եմ ձեզ, ձանձրանում են։ Եվ բոլոր նրանք, ովքեր ձանձրանում են, ուրեմն իմացեք, ձեր աչքերը ու ձեր ականջները հոգևոր փակված է։ Եվ հենց այսօր այն օրն է, որ ինքները ձեզ
վարժեցնելով, ստիպելով խոնարհվեք եւ Աստծո խոսքը ընդունեք։ Ընդունեք ու ապաշխարեք, ինչ կմոտենաք հաղորդությանը։ Այսօր մենք ունենք հաղորդություն։ Այսօր մենք ունենք հաղորդություն եւ մենք պետք է մեր անձերը քննենք Աստծո խոսքով։ Գիտեք, երբ որ արթնանում ենք առավոտը, առաջի բանը որ անում ենք, մի հատ մեզ շտկում ենք, չէ՞։ Պատրաստում ենք, սիրուն անում ենք, որպեսզի մարդկանց լավ երևանք։ Բայց ձեզ խոստանում եմ ամենակարևորը, որ մենք պետք է անենք, մենք մեզ պետք է շտկենք Աստծո առաջ։ Պետք է առնենք այս հայլին, սա հայլի է, դնենք մեր առջև ու մեզ նայենք։ Այնքան կեղտոտ մենք մեզ կտեսնենք եւ անմիջապես կխնդրենք Տեր լվա ու մաքրի մեզ, որտեղ մենք քո կարիք ունենք, որ գեղեցկանանք։ Իսկ ի՞նչն է մեզ գեղեցկացնում։ Աշխարհին գեղեցկացնում է մեյքափը, տարբեր տեսակ բաները գեղեցկացնում են դրսից։ Մեզ իրականում գեղեցկացնողը Սուրբ Հոգու պտուղն է։ Եթե մենք պտուղներով չզարդարվենք, մի օր մեր իրական դեմքը էքսպոզա լինելու։ Մեր իրական ով լինելը Աստված բացահայտելու է։ Ամենագեղեցիկ պտուղը մարդու մեջ պետքա լինի իր խաղաղությունը։ Անցած օրը մեկի հետ էի խոսում եւ չգիտեմ ինչի պորտկալով խոսում էր, սենց բարկացած, ասացի, քուրս ասեցի, կլինի որ ասացի, կարողանաս կառավարես ինքդ քեզ, նենց հանես, որ Սուրբ Հոգու պտուղը ինքնա կառավարումը, self control, ինքնա կառավարումը, թույլ տաս, որ քեզ միշտ պահի խաղաղ, նույնիսկ ասեց, ես միշտ խաղաղ եմ, բայց հիմա չեմ կարողանում խաղաղվեմ։ Քո խաղաղությունը երևում է այն ժամանակ, որ դու խաղաղ մարդ ես, որտեղ մեր խաղաղությունից էլ մարդիկ կիմանան Աստծուն ենք, թե ոչ։ Մեր խաղաղությունը երևում է այն ժամանակ, երբ որ մենք փորձության առջև ենք կամ մի բան մեր սրտով չի։ Աստծո մարդը իրավունք չունի բարկության մեջ ապրի։ Ոչ միայն մենք մեզ կվնասենք, կողքիններին է կվնասենք։ Անխաղաղ վիճակդ կջարդի քո երեխուն, քո այդ հոգիդ կփոխանցես երեխեքիդ, քո այդ հոգիդ կփոխանցես քո ամուսնուն, քո կնոջը, քո կողակցին, քո հարազատներին։ Աստծո մարդը ամեն բան պետք է իմանա կառավարված Սուրբ Հոգուց արձագանքի։ Եթե Սուրբ Հոգուց չենք անում, ուրեմն մենք մեզ եկեք չխաբենք ու չասենք Աստծո մարդ ենք, որտեղ մենք մարմնավոր հավատացյալ ենք, որը որ Աստծուն չի փառավորում, որտեղ մարմնավոր հավատացյալները հենց այցի կերպար ունեցողներն են, որ եկեղեցում այսօր բազում են։ Մենք պետք է խոնարհվենք, որպեսզի այդ այց կարգավիճակից Աստված մեզ սարքի իր գառնուկը, որտեղ գառների փրկության համար է Հիսուս եկել, ոչ թե գայլերի, ոչ թե այծերի։ Մենք պետք է փոխվենք։ Եթե քո տան մեջ քո հարազատները քեզ միշտ բարկացած են տենում, բայց եկեղեցում լավ աղոթքներ ու լավ Աստծո խոսք ու բոլորի հետ լավ ես, բայց տանդ մեջ ոչ, դու խաբված ես։ Քո տան մեջ առաջինը պիտի քո խաղաղությունը ճաշակեն, մանավանդ տան գլուխները, տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ այսօրվա քարոզը այս խոսքերը վերաբերվում էր Իսրայել ժողովրդին, բայց միաժամանակ մենք բոլորս գիտենք, որ այսօր մենք ենք նրա ժողովուրդը, որպես մի Իսրայել էլ մենք ենք նրա համար, որտեղ նա գին վճարեց մեր համար, իր որդուն զոհեց, Պողոսի միջոցով հեթանոսներին հասավ, որը որ մենք էինք, կռապաշտ, կուրքապաշտ, կրակապաշտ, հասավ մեզ Աստված եւ փառք Հիսուսին, որ ընդունեցինք, քրիստոնեություն չէ, Քրիստոսին, որտեղ ողջ աշխարհը քրիստոնեություն ընդունում է, բայց Քրիստոս իրանց մեջ չկա։ Կարևորը այն է, որ ոչ թե անունով ես քրիստոնյա կոչվեմ, այլ Քրիստոսինը կոչվեմ, Քրիստոսի վկան կոչվեմ աշխարհի վրա, ամեն։ 17 տարի առաջ էր, ինչպես գիտեմ, որ այս սորերին իսկապես պատգամները լուրջ չեն ընդունում մարդիկ, ինչն է ինձ ստիպում, որպես ես ինքս ծառա Աստծո, ծառա, շատեր ասում են ծառա մի հասեք, ես թող ինքս ինձ ասեմ Քրիստոսի ստրուկը, ինչպես Պողոս առաքյալն է ասում,
Ես Աստծո զավակն եմ իր տան մեջ, փարախում իր գառնուկն եմ, պատերազմի դաշտում իր զինվորն եմ, բայց նաև ծառայողն եմ, իր ծառան եմ, իր ստրուկն եմ, որ ես իմ կամքը չունեմ, ես իմ կամքը խաչել եմ, ժամանակ առ ժամանակ փորձում է գլուխ բարձրացնի, բայց Փառք Հիսուսին իր համար, որ ինքն է մեր մեջ դա փչացնում եւ այնպես անում, որ իր կամքը գա եւ կատարվի։ Երբ որ մենք չունենք մեր կամքը, այլ Տիրոջն ենք միշտ փնտրում, ուրեմն մենք իր կապվածներն ենք։ Եվ դա պատիվ է, եկեղեցի, ժողովուրդ ձեր հետ եմ խոսում, պատիվ է, որ մենք Քրիստոսի ստրուկը կոչվենք, թեկուզ իր ծառայության մեջ։ Եվ այստեղ ինչից հասկացա, ինչպես էր այն նկատելի ինձ համար, թույլ տվեք պատասխանեմ։ 17 տարի առաջ էր, երբ դեռ մենք նոր ապաշխարած էինք։ Եվ գիտեք ինչ էինք նկատում, հանձինս ես խոսում եմ իմ համար, Աստծո պատգամաբերներին իրանց տված պատգամը նույնը չի ինչ որ այսօր մոտեցումը դրան, երբ որ Աստծո մարդը իմ վրա պետք է խոսք խոսար, իմ համար մարգարեություն ուներ, խոսք ուներ Աստծուց, այսենց էինք մոտենում Աստծո մարդուն, դողալով, ամբողջ սիրտներս խփում էր, սենց վատացած, որ ինչ է Տերը խոսալու մեր հետ, որտև լուրջ էինք ընդունում Աստծո խոսքը։ Այսօրվա քրիստոնյաները ես ում լսում եմ, անցած օրը մի տեղ էի, խոսում էին, զրուցում են երկու հավատացյալ, հովիվից են խոսում, ինչ որ իրանց հովիվը սխալ բանա ու նստել իրար հետ, թույլ տվեք ասեմ, չարախոսում էին։ Եվ մտածում եմ, ասում եմ, Տեր իմ Աստված, մենք առաջ եթե մի հատ տենց անուն տայինք, վախենում էինք, իսկապես վախենում էինք, շատ մեր կողքը մարդիկ կային տեսնում էին, բայց վախենում էինք, որտև Աստված ասում է, ով ես դու, որ իմ ծառային դատես, որտև ասում է 7 անգամ էլ ընկնի, դարձյալ հետ կբարձրացնեմ, այսինքն քեզ չի տրված, այսօր այդ երկխացությունը, այդ վախը, այդ սիրո, այդ ուշադրությունը չկա խոսքի նկատմամբ, ես չեմ ասում մարդ, մոռացեք ինձ, մոռացեք մեզ, ես խոսում եմ պատգամավորը, որ գալիս է ու պատգամա տալի քեզ, ինչ ձև ես դու դա ընդունում, նստում քննարկում ես, մի քիչ խիստերով, մի քիչ թե իրոք վերցնես, ասում ես Տեր խոսա իմ հետ, Տեր դու խոսք տվեցիր տվյալ իրավիճակի վրա, խոսա իմ հետ, տարբերվում է այսօրվա ժողովրդի մոտեցումից, այստեղից գիտենք, որ իսկապես վերջի ժամանակներ ենք ապրում, որտեղ մեծ անկումը հենց այս ժամանակ է լինելու, ասում է շատերը ճշմարիտ հավատքից հեռանալու են, մենք սա տեսնելու ենք, այո մեծ արթնություն ալնելու, միևնույն ժամանակ մեծ անկում ալնելու, ճշմարտությունը թողելու են ու գնան ստության հետևից, ինչի նկատի ունեմ, ասեմ ամենակարևորը, այսօր պատգամաբերը, այսինքն հովիվը, երբ խոսում է խոսքը եւ փոխանցում է իր հոտին, ինչպես հենց հիմա Տերը պատգամա տվեղ փոխանցում եմ, չկա այլևս Աստծո երկյուղով լսարան։ Աստծո երկյուղ չեղավ, իմաստություն չկա։ Խոսքը չի գնահատվում։ Աստծո պատգամի արժեքը կարծես կորել է մարդկանց մեջ։ Հենց սա են թմրած վիճակն այն 5 հիմար կույսերի, որ հենց այդպես թմրած ապրում էին։ Դրա համար Աստված ինչ է մեզ անում, արթնացեք, ասում է արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ ժամը, ոչ էլ օրը, երբ Աստծո որդին ետ կգա։ Այսօր մեզ արթնացնում է Տերը, որպեսզի մենք արթուն լինենք եւ պատրաստ լինենք Տիրոջ վերադարձին, երկրորդ գալուստին, ամեն։ Ցավալի մի բան ճշմարտություն կուզեմ բարձրաձայնել այսօր սովորաբար մեծամասնությունը մարդկանց ավելի փնտրում են կարծես արտասովոր քարոզիչներ եւ քարոզներ, որ մի բան մի քիչ նորմայից դուրս է, որ մտածեն հաստատ Աստծո հետ կապ ունի։ Եթե միտեղ տեսնեն մեկը դողալով ընկնում է գետին, հիստերիայի մեջ ասում են Տիրոջ հոգին է անգել նրա վրա, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ խաղաղություն է։ Ես այն Աստծուն չեմ ճանաչում, որ կարա մեկը ընկնավոր բաներ անի ու ասեն Տիրոջ հոգին է։
Ես ճաշակելով իմ Տիրոջը, ես գիտեմ որտեղ Տիրոջ հոգին, այնտեղ խաղաղություն, ուրախություն, այնտեղ մի հրաշալի գերբնական ներկայություն է, որ քո անձդ մենակ հուզված է, բայց ոչ թե ընկնավորված է։ Աստծո ժողովուրդ, փնտրում են արտասովոր քարոզիչներ, որովհետև հոգևոր կուրությունը, հոգևոր խուլությունը նաև խախտել է իրենց զգացմունքները, զգայարանները։ Եթե նկատել եք, հիմա ավելի շատ մարդիկ դարձել են անզգամ Սուրբ Հոգու նկատմամբ։ Եթե ասում ես Աստծուց խոսք առնես, ասում ես ո՞նց։ Իհարկե չես իմանա, եթե ոչ խոսքն ես ընթերցում, ոչ Աստծո հետ աղոթքի մեջ ես, ո՞նց։ Մեր աղոթքները Աստծո հետ, ասում եմ անդադար աղոթքի մեջ եղեք, այդ որն անդադ կանգ առնեմ, վազեմ սենյակ աղոթ, ոչ, հոգիս հոգու հետ 24 ժամ կապի մեջ լինի։ Ես լինում է, որ նստած եմ մնում մեկի հետ խոսալիս եւ ինչ որ մի թեմա է գնում, որ ես պիտի պատասխանեմ, իմ շրթունքները շարժում, ասում եմ, հա, ասում եմ, քո հետ չեմ, Աստծո հետ եմ։ Ես խոսում եմ իմ Տիրոջ հետ իմ մեջ։ Տեր ինձ իմաստություն տուր ես անձին, որտեվ պատկերացեք, այսքան ժողովուրդ, ամեն մեկ իր խնդիրով գալիս է հովիվ ջանոքնի, շատ անգամ խառնում են ինձ հովիվից դեպի դատավոր, որ ես պիտի դատան, ես առաջնորդող եմ, ես քարոզող եմ եւ այդ պահին իմաստություն է, եթե ես իմաստություն չունենամ, ես իմ կարծիքով խրատներ կտամ եւ կփչացնեմ։ Դա համար մենք Աստծո մարդիկս անդադար պետք է կապված ընենք երկնքին, մեր Տիրոջը, իր հոգին մեր մեջ դրեց, որպեսզի մենք երբեք չամանչենք կամ չծուլանանք կամ որևէ տեղ չտկարանանք, անդադար աղոթքի մեջ։ Քո մեջ գալիս է բարկություն, այդ պահին աղոթիր։ Ես ավելի հարգում եմ այն մարդկանց, ովքեր երբ որ զգում են այդ պահին բարկացած են եւ կարող է խոսք ասեն, որ դա ճակատագրական դառնա, երբ որ ասում են ես պետք է առանձնանամ։ Որտեվ գիտես կարող է մի բան ասես, դա ճակատագրական լինի այդ մարդու հետ։ Ավելավա առանձնացի, ավելավա մենակ մնա, աղոթի ու խնդրի Տերը իմաստություն տա, որտեվ մեր վերջի խոսքը ասելը, դիմացինին ջարդելը հաստատ Աստծուն չի փառավորում։ Դու կարող ես մոռանաս, անցնի քո համար, դու ներես, բայց այդ անձը կարող է տարապի այդ քո խոսքը ու չկարողանա կուլ տա ու մարսի, հետո կասեն չի ներում, չներող սիրտ ունի, բախի դու տարար այդ մարդուն այդ գայթակության մեջ։ Հիսուս այս խոսքերը կենտրոնացնում է հոգևոր վիճակի վրա, նա չի կենտրոնացնում սա Աստծո ժողովուրդ ջան ժամանակաշրջանի վրա, որտեղ Հիսուսի ժամանակ էլ է եղել այս բաները, այսօր եկա մինչև այն օրը, որ մեր Տերը կվերադառնա, ամեն։ Հիսուս այս տեսակ մարդկանց պատկերում է որպես անհավատ, հիմա կասեք, բայց հավատում եմ Հիսուսին, դա կենթանի հավատք չի, դա փրկող հավատք չի, դա իրական ճշմարիտ հավատք չի, դևերն են հավատում ու գիտեն, որ Հիսուս կա։ Մեր հավատքը պետքա գործ ունենա, մեր հավատքը պետքա մեր կյանքերը փոխի, ամեն։ Այս տեսակ մարդկանց անհավատ է անվանում, դիմադրող, ներքուստ մերժող, հա, այն տեսակ մարդիկ, ովքեր իրանց սիրտը կարծացած է, ես էս եմ, լավ եմ անում, էս է իմ դիրքը, ես էս մարդն եմ, վերջացավ, փակվեց թեման, երկար չի ձգելու դա։ Եթե աշխարհում ես միգուցե սատանան կարող անեց փայ, բայց եթե Աստծո տան մեջ ես ու դու այդ դիրքի մեջ ես, որ ես էս եմ ու վերջ, երկար չի ձգելու դա։ Մի օր պատռվելու է այդ դիմակը, որտեղ Աստված եթե հանդիմանում է, մենք պետք է սարքվենք Աստծո ժողովուրդ, ամեն։ Նման մարդկանց համար հիշում եք Հիսուսին ասաց, լույսը եկավ աշխարհ, բայց մարդիկ ինչ ընտրեցին, խավարը։ Ինչու, որտեղ լույսը խանգարում է, կուրացնում է նրանց աչքերը, Քրիստոսի լույսը կուրացնում է, չեն ուզում այս աչքերով կուրանան ու հոգևոր աչքերը բացվի ու տեսնեն իրանց կեղտոտ վիճակը, որովհետև հանկարծ այն հարևանի կնիկը կարող է ասի, ճիշտ էր էլի իմ ասած, ես սխալ ունի, ով ինչ ուզում է ասի,
Աստծո առաջ բաց քո սխալները, որ դու մաքրվես ու արդարանաս։ Աստծո առաջ խոստովանիր քո սխալը, որ դու կատարյալ կանգնես Աստծո առաջ, որտեղ մեր խոստովանությունն է, մեր ապաշխարությունն է, մեր զղջումն է, որ Աստված մեր հետ գործ ունի։ Եթե մենք սիրտ չունենք ապաշխարելու, Աստծո ժողովուրդ խոստանում եմ, դու քեզ խափած պահում ես մի հատ տուփիկի մեջ, որ մի օր կհայտնվես այծերի կարգավի են լայնի մեջ, երբ որ Հիսուս այծերին կասի ձախ կողմս անցի քեզ չեմ ճանաչում, իսկ գառնուկներին կասի դե եկեք աջ կողմս դուք իմն եք։ Մենք հիմա պետք է մեր հարցը լուծենք երկրի վրա, ու ամեն մեկս մենք մեր հարցը կարանք լուծենք։ Մի գնա տուն ու հարցը լուծի քո կողակցի կամ քո երեխու, քո հարցը լուծի, որ դու կանգնես ուղիղ Աստծո առաջ, որտեղ ամեն մեկը անհատական է փրկությունը, ամեն մեկը պատասխան է տալու իր համար, իր անձի համար։ Մարդկանց ավելի ձեռատալի կուրությունն ու խլությունը, ես դա նկատել եմ։ Երբ որ ասում է աչքեր ունեն տեսնելու, ականջներ լսելու, այսինքն 3 կետ, առաջինը մենք պետք է հասկանանք սրտով, հոգևոր աչքերով տեսնենք, հոգևոր ականջներով լսենք, ում լսենք, Տիրոջ ձայնը, Սուրբ Հոգու ձայնը, ում տեսնենք, Հիսուսին, ով է Հիսուս, ասում է սկզբում էր խոսքը, և խոսքը Աստծո մոտ էր, ինքը հենց Հիսուսն էր, խոսքը երբ որ դու նայում ես, սա Հիսուսն է, ինքն է հենց մեր հետ խոսողը, և այս խոսքերը հենց այնպես խոսքեր չեն, այս խոսքերը կենթանացնող, բժշկող, այս խոսքերը քեզ կյանք տվող են, իմաստ են տալի քո կյանքին և քո իրավիճակներին, ամեն։ Պողոս առաքյալը կհիշեք, ես կուզեմ մի պահ անցնեմ, գալիս ենք ավարտին, որ ունենալու ենք հաղորդություն, մի պահ կուզեմ ուշադիր լսեք այս օրինակը։ Պողոս առաքյալը մինչ առաքյալ լինելը բոլորս գիտենք, որ նա Սողոսն էր, հրյամի մարդ էր, Կիլիկիայի Ասմատարսոնումը ծնված, մեծացած, Գամաղելի ոտի մոտ հայրենական օրենքի ճշմարտության պես վարժված, այսինքն շատ կրթված, Աստծո խոսքը շատ լավ իմացող, Աստծուն է նախանձավոր, ասում է մարդ էր, շատ էր սիրում Աստծուն, և իրան թվում էր Աստծուն է ծառայում, երբ որ Հիսուսի եկեղեցուն մարդկանց հալածում էր, կարծում էր դա Քրիստոսին լավություն է անում, նա Աստծո խոսքը լավ գիտեր, բայց մի ցավոտ բան, որ Աստծուն չգիտեր, և Աստծո ժողովուրդ ինչու, որովհետև նրա աչքերը կույր էր, հոգևոր, նրա ականջները խուլ էր, էլի հոգևոր, գնում էր մարդկանց և կանանց տարբեր տեղերից, բռնում էր, բերում էր և բանտերներ գցում, հալածում էր եկեղեցուն շատ դաժան ձևով, նույնիսկ միտեղ Ստեփանոսին երիտասարդ քարոզիչ կհիշեք, նույնիսկ համաձայնություն տվեց, որ Ստեփանոսին քարկոծեն և իր աչքերի առաջ սպանեցին այդ երիտասարդին, գնում էր քահանապետներից, առնում էր թղթեր, ծերերից, թղթեր էր առնում, որպեսզի գնա Դամասկոս և Դամասկոսում եղած հավատացյալներին բռնի, բերի, որպեսզի դրանց է պատժի, բանտը գցի, ճանապարհին գնալիս, Դամասկոսի ճանապարհին հանկարծ մի հատ սաստիկ լույս է ընկնում իր վրա, ասում է իր 4 կողմով պատում է և ինքը պատկերացեք ձիծ վայր է ընկնում, և այդ պահին ձայն է լսում, Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում, Սավուղ ասում, ընթերցեք տեսեք, Սողոսից բացի Սավուղ ասում, Սավուղն էլ պատասխանում է այդ պահին նրան ասելով, Տեր դու ով ես, միտեղ Սողոս ասում, բայց այդտեղ Սավուղ է իրան դիմում, ասում է դու ով ես, և նա հետ է պատասխանում ասելով, Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես, այսինքն եկեղեցուն հալածելը մեզ չեն հալածում, իրան են հալածում, որտև ինքը չի ասում, ում եկեղեցուն դու հալածում ես, ասում է, որին դու հալածում ես, այսինքն ինձ ես հալածում, և այդ պահին ասում է,
այդ Սողոսի հետ լինողները ասում են բոլորը տենում են այդ լույսը եւ վախենում են, սարսափով են լցնում, բայց ձայնը չեն լսում, ձայնը միայն ինքն է լսում։ Եվ Սողոսը այդ պահին ինչ ասում Տիրոջը. Ինչ անեմ Տեր, այսինքն Տեր, ինչ անեմ քո համար, այսինքն աչքերը բացվում է իր հոգեով, ինչ ենք մենք այստեղ տենում։ Հիսուս նրան ասում է վերկաց գնա Դամասկոս, այնտեղ քեզ կասեն քո անելիքը, բայց ինչ ենք մենք այստեղ հասկանում։ Աստծո լույսի փառքը կուրացրեց նրա տեսանելի աչքերը, մարմնավոր աչքերը եւ բացեց հոգու աչքերը։ Երբ որ նրա աչքերը կուրացան, նրա հոգու աչքերը բացվեցին ու նա տեսավ Հիսուսին ու հասկացավ, որ ես ում եմ ես հալածում։ Գիտեք, նա եթե իր տեսանելի աչքերը չկուրանար, նա դարձյալ կփորձեր մի բան իրան համոզեր, որտեղ առաջի թշնամին մերով է։ Ով ասեց մենք։ Ամեն մենք։ Մեր առաջի թշնամին մենք ենք։ Մենք շատ անգամ մի հատ մեղք են գործում, ով սատանան էր մեղավոր, մի հատ ով սատանան էր մեղավոր, եկեք փոխենք, հա սատանան գալիս է գայթակացնելու, անկասկած, Հովանու 10:10, գողանա փչացնի կործա, բայց որոշում կայացնողը ով է։ Եդեմի պարտեզում, եթե Եվան չուտեր արգելված, այսինքն չգնար արգելվածի հետևից, սատանան ուժ ու կարողություն ուներ նրա վրա, իհարկե ոչ։ Դու ինչ ես ցանկանում, դու որքան ես տեղ տալի թշնամուն, ինչ ենք հասկանում, առաջի թշնամին մենք ենք մեր։ Եվ այստեղ մենք հասկանում ենք Հիսուսի հետ հանդիպումը կուրացեց Սավուղի մարմնավոր աչքերը, բայց բացեց հոգևոր աչքերը, բացեց նրա կարծրացած այն ինչի վրա ինքը համոզված էր, որ ճիշտ գործ անում, բացեց այդ սիրտը։ Բացեց այդ սիրտը եւ ինքը մտավ Սավուղի սիրտ եւ նրա հետ ընթրիք արեց, նրա հետ մեկ դարձավ։ Դրա համար էլ այլևս նրան չհետաքրքրեց, ով կգա իմ հետևից, ով կուզի ինձ սպանի, ով ինձ կհալածի, թե այն ինչ որ ես էի անում ինձի նույնը կանեն, ինձ չի հետաքրքրում։ Ես գնում եմ Հիսուսի հետևից, որովհետև հոգևոր աչքերը բացվեց։ Այսօր շատերդ նստած այստեղ խոստանում եմ ձեզ Աստծո ժողովուրդ, դուք սիրում եք Հիսուսին, սիրում եք Հիսուսի գաղափարը, սիրում եք այս փրկության գաղափարը, սիրում եք, որ ձեր համար մեկը վճարել է ձեր փրկությունը, բայց խոստանում եմ, շատերը այսօր այստեղ անձնական հաղորդակցություն հարաբերություն չունեն Աստծո հետ, եւ այսօր այդ օրն է, որոշում կայացրա, որոշում կայացածը այսօրվանից Տեր, ես ուզում եմ քո հետ մեկ լինեմ, ես ուզում եմ քո առջև գամ որպես քո զավակ ու իմ սիրտը քո առջև բացեմ ու քո հետ անկեղծանամ, այն բաները, որ ես կամանչեմ մարդկանց ասեմ, գամ ու քեզ ասեմ, որտեղ մեկը կա, որ մեզ երբեք չի խայտառակում, երբեք չի ցավեցնում, երբեք չի հալածում, այլ հակառակը փրկում է, բժշկում է, օգնում է։ Գիտեք, ով ուզում է կյանքում լինի, թեկուզ քո ամենաթանկը, որ քո զավակն է, սխալվի մի հատ քո սխալը թետը կիսվի։ Ինչ որ միտեղ հանկարծ մի բանում իր հանդեպ սայթակես, այդ երեխան քեզ երեսով է տալու քո առաջվա սխալը։ Բա դու չէիր, որ ես ասեցիր, նույնիսկ երեխուդ վրա վստահություն չես կարող դնել։ Ես իմ երեխեքի համար խելագարվում եմ ու Աստծո պարգևն են, իմ համար գանձ են, երբեք նման փորձություն չեմ ունեցել, փառք լինի Տիրոջը չունենամ, բայց իմ հույսը իմ երեխեքը չեն։ Իմ հույսը ոչ ոք, իմ կողակից, իմ հարազատ, իմ քույր, ոչ մեկը չեք, դուք է չեք, իմ հույսը մեկն է, Հիսուս Աստված, Հիսուս Տերը, Հիսուս երբեք ու երբեք մեզ չի խայտառակի եւ երբեք ու երբեք մեզ չի ցավեցնի, Հիսուս ցավեցնել չգիտի, այդ մենք ենք, որ իրար ցավեցնում ենք, Հիսուս ցավեցնել չգիտի Աստծո ժողովուրդ, կարող ենք ասել ամեն, ավարտում եմ, բայց կուզեմ մի հատ էլ օրինակ տամ, Սամսոնը
դեր ծնված դեր իր մոր որովայնում չձևավորված Աստված իրան արդեն ընտրել էր, որ Սամսոնը պիտի ծնվի, Աստծո զորությունը իր մեջ եւ ինքը մեծ գործեր պիտի անի, ինքը պիտի կործանի թշնամուն, փղշտացիներին։ Ճիշտ եմ, չէ՞ ասում փղշտացիներին։ Սամսոնը Աստծո մարդ էր, ուշադիր լսեք, որ հիմա ոմանք կարող ասեք, այս քարոզը հաստատ աշխարհի համար է, իրանք են կույրու խուլը, չէ, մեր համար է, եկեղեցու համար է։ Լսեք, Սամսոնը ուներ առաքելություն անելու, վերացնելու թշնամուն, որտեղ Աստված այդպես էր կանչել նրան։ Եվ ինչ կատարվեց, նա իր գործը անում էր, հզոր գնում էր առաջ, հանկարծ մի հատ թուլություն Սամսոնի մեջ, թուլություն։ Որն էր այդ թուլությունը Սամսոնի մեջ։ Հրապուրվեց եւ սկսեց հետևել թշնամու աղջիկներին։ Այդ տղեն երևի կես ժամը մեկ սիրահարվում էր մեկի վրա։ Հրապուրվեց Դալիլայով, թշնամու աղջկանով։ Եվ ինչ կատարվեց։ Գիտեք, շատ անգամ մենք թերագնահատում ենք թշնամին ինչ կարա մեր հետ անի եւ խաղում ենք մի քիչ այդ մեղքեր։ Լավ, մի փոքր խաղանք ու վերջ ես հոգեվոր եմ։ Մի արեք։ Թշնամին, որ խայթեց, այդ թույնը քեզ կկործանի հավիտյան։ Եվ այդտեղ Սամսոնը, որովհետև այնքան էր տարվել այդ կնոջով, իր աչքերը հոգևոր եւ իր հոգևոր ականջները փակվեց։ Այլևս նա ինչ ենք տեսնում, Աստծո ծրագիրը, Աստծո պատվիրան, Աստծո խոսքը իր համար կարծես ընկավ երկրորդ պլան։ Ինչ արեց թշնամուկինը իրան, իմացավ զորությունը որտեղից է, որ իր մազերն էր, կտրեց մազերը, ծնկի բերեց Աստծո մարդուն, զորավոր մարդու, ծնկի բերեց, մազերը կտրեց, զորությունը առավ, վերջում ինչ արեց, աչքերը փորեցին ու հանեցին։ Մեր վերջի աղոթները թողնի այս եկեղեցու, Հայր, ամեն ինչի մեջ, թող չմտածեմ, վայ քուրս այմ այդ խոսացողը լավ, որտե մարգարեն իրա գավառում տեղ չունի, չէ։ Վայ մեր փաստերնա, Սիլվինա, մենք իր այդ շատ մոտիկ ենք, Աստծո հետ նենց լավ պայմաններ ունենք։ Ես հազիվ իմ համար պատասխան տամ, ինձի բաբշե ընդհանրապես իմ անունը չտակ, դուք ձեր համար, հա, ինձի մի դրեք փորձության մեջ։ Կամ լավ, որևէ մի լավ քարոզիչ, լսեք, աղոթքը թող մեր լինի Հայր, տուր ինձ հոգևոր տեսողություն, տուր ինձ հոգևոր լսողություն, ես չեմ ուզում այս աշխարհի աղմուկը խլացնի իմ ականջները ու ես չլսեմ քո ձայնը, ես չեմ ուզում այս աշխարհի այս գեղեցկությունը, այս կեղծ գեղեցկությունը հանկարծ կուրացնի իմ տեսողությունը հոգևոր, ես ուզում եմ իմ աչքերը երկինք, իմ ականջները քո խոսքի, քո ձայնին, ամեն ժամանակ ապրեմ իմ կյանքը քո համար, չնայեմ ով է ինձ պատգամ տվողը, պարզապես խոնարհվեմ ու ընդունեմ պատգամը, որովհետև հիշեք, մարգարեն իր գավառում տեղ չունի, ես խոստանում եմ ձեզ, եթե հիմա նոր եք, հիմա դեռ մի քիչ ավելի աշխուժ եք, ավելի սիրում եք ձեր հովիվին, մի քիչ անցնի խոստանում եմ ձեզ, այս խոսքերը հասարակ կդառնա, կսպասեք ուրիշ մեկը գա ստեղից խոսա, ուրիշինը ավելի լավ, ինչի որտեվ մարգարեն, այսինքն դու քո խոսքը կարողա չանցնի քո երեխուդ համար, հարևանի մերը գա այդ նույն խրատը տոս, ես ինչ խրատ տվեց, ես ինչ լավ խրատ, բայց մերդ կարող ամբողջ օրը այդ խրատը տա քեզ, ու դու չլսես, բայց ուրիշ մեկ աս հայտնությունը առե իմ համար։ Մերը տալիս է սաղոր այդ հայտնությունը քեզ, խի չես լսում, կամ հերդ, կամ որդիդ քեզ, ծնող մեզ։ Թող մեր եկեղեցու աղոթքը լինի մի կարևոր բան, Հայր Աստված, խնդրում եմ քեզ, երբեք ու երբեք չհայտնվեմ խուլ ու կույր կարգավիճակում։ Աստծո խոսքը մեզ ասում է, եթե գայթակացնում է քեզ քո մարմնավոր, այս աչքդ հանի, ավելավ այս աչքը թելնի դու երկինք ելնես, քանց թե երկու աչքով դժոխք գնաս։
Մենք պիտի սովորենք սա հոգևոր առումով, ինչպես կիրառենք այն մեր կյանքերի վրա։ Այսօրվա ուղերձի նպատակը մեկ բան է եւ խնդրելու եմ բոլորդ կենտրոնանաք։ Ավարտում եմ շատ կարևոր խոսքով եւ հույսով բոլոր մեզ լսողները այս պահին, որ աշխարհի ծայրերում որ կլինեն, թող Տեր իրենց էլ Սուրբ Հոգին իրենց հետ էլ խոսա այս խոսքերով։ 7 նամակները, երբ որ ուղղված էին եկեղեցուն, 7 եկեղեցիներին հայտնության գրքի, այնտեղ մի եկեղեցուն նամակ տրվեց, հայտնություն 3:18 համարում Լավոդիկե եկեղեցուն նամակ տրվեց։ Այս խրատը տվեց Տերը, ինչ կարգավիճակում այսօր եկեղեցին կա։ Եվ ես էլի եմ խոսում, ողջ եկեղեցին, ամենակ John 3:16 այս եկեղեցին չի, ասելով այս խոսքերը. գիտեմ քո գործերը, ոչ սառն ես, ոչ էլ տաք ես։ Օթե սառը լինեիր կամ տաք, ուրեմն որովհետև գաղջ ես, այսինքն գոլ վիճակում ես, ոչ տաք կամ սառը, քեզ պիտի իմ բերանից դուրս փսխեմ։ Որովհետև ասում ես, ուշադիր լսեք, որովհետև ասում ես, թե ես հարուստ եմ, ես մեծացա եւ ոչ մի բանի կարոտ չեմ, բայց չգիտես, թե դու թշվառ, ողորմելի, աղքատ եւ կույր եւ մերկ վիճակում ես։ Այսօր շատ հավատացյալների կարգավիճակը հենց սա է։ Ցավոք սրտի, բայց սա է։ Եվ Աստված շարունակում է իր խրատը։ Դե համար եմ ասում, չես կարա չսիրես մեր Աստծուն։ Չեն կարող չսիրել։ Ասում է խրատ եմ տալիս քեզ։ Այս զզվելի կարգավիճակի մեջ նա չի ասում, կտրում ու ասում վերջացա, ես քո հետ գործ չունեմ։ Հա, ասում է խրատ եմ տալիս քեզ։ Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, այսինքն հոգևոր գեղեցկանաս, պտուղս փնտրի, պտուղով լցվի Սուրբ Հոգու։ Եվ ասում է սպիտակ հանդերձներ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, եւ այստեղ ուշադիր լսեք, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես։ Եկեղեցին, եթե ուզում է 5 իմաստուն կույսերի կարգավիճակի մեջ լինի, եկեղեցին դեղի կարիք ունի։ Եկեղեցին դեղի կարիք ունի, որպեսզի աչքերը բացվի եւ տեսնի ճշմարտությունը։ Կարելի է կենտրոնանանք ժողովուրդ։ Եկեղեցին կարիք ունի դեղի, ով է այդ դեղը տվողը մեզ։ Եկեք ոտքի վրա։ Հայր Հիսուսի անով